Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, Հայր մեր, որ հերգինս ես, Սուրբ Եղիցի անուն քո, եկեսե արքայություն քո, Եղիցին գամ քո, որպես հերգինս եւ հերգրի, ըզհաց մեր հանաբազորդ, դուր մեզ այսօր, եւ թող մեզ զվարդիս մեր, որպես եւ մեկ թողում քմերոց բարդաբանած, եւ մի դանիրս մեզի փորձություն, այլ փրկյազ մեզի չարեն, զիքոյ է արքայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս հավիտենից ամեն, իմաստություն հոր Հիսուս, դուր ինձ իմաստություն, ըսպարիս խորել եւ խոսել եւ կործել, առաջի քո համենայն ժամ, իչար խորհրդոց, իփանից եւ իքորձոց, փրկյազիս, եւ ողորմյա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս ամեն գահավադանք ամենասուրբ երրորդության հորը որդիին եւ սուրբ հոգին գահավադանք Գաբրիելի ծերամբ ավեդումին Քրիստոսի ծնունդին մգրդության չարչարանքներում խաչելության երեքորյա թաղումին հարության Աստվածաբես համբարնալուն եւ հոր աչագոմը նստելուն եւ ահեղ ու փառավոր երկրորդ կալուստին գընթունինք եւ գահավադանք ամեն հրամեցեք Սիրելիներ քանի որ արդեն սկսած ենք սերդել Պապելոնի անգման մասին քանի որ հայտնություն Հովանու կրկի 17-րդ գլուխը գսերդենք, այնտեղ սիրելիներ պիտի տեսնենք այս քանի շաբաթներու ընթացքին, թե ինչպես Աստված պիտի գործանե Պապելոնը։ Եվ անցնող շաբաթը սկսա արդեն ցեզի ներկայացնել, թե Պապելոնը ոչ թե հին Ասորեստանն է, այլ Պապելոն կհամարվի բոլոր ժամանակներու ընթացքին Աստուծո ընթիմացող համագարկը, աշխարհահամագարկը, որ եւ այսօր սիրելներ օր գտեսնենք, թե ինչպես այս աշխարհահամագարկը իսկապես որ ամեն տեսակի օրենքներ, փարոյական օրենքներ մեկում զանց կնեն, ամեն նոր օրենքներ կհաստատեն, որ Աստուծո խոսքերուն, Աստուծո բադվիրաններուն հագարակ է։ Եվ օր այս մեկը պիտի խորանա թշպախտապար, շատ պիտի խորանա։ Նույնիսկ Չարս Սատանան ները պիտի ունենա գրոնական համագարկը եւ գրոնական ցևով պիտի բարդատրե մարդոց, որ անպայմանորեն իրեն երկրբակեն։ Թշպախտապար սիրելներ, նույնիսկ եկեղեցիներ այսօր ճագերդի մեջ եկեղեցի գուզեմ գոչել, որովհետեւ այնպիսի ցևով իրենք կթրսևորեն, որ որ միասերական այլևս գրոնավորներ գծերնատրվին եւ ժողովուրդը գարաչնորթեն, ասելու համար, որ հետևաբար միասերականությունը հարց մչի Աստուծո համար, Աստված գուզե, որ մենք ամենքս իրար սիրենք, հետևաբար ամեն տեսակ բղծություն, աղջիկ եպիսկոպոսուհիներ, աղջիկ բադրիարքներ, աղջիկ ինչքիդամ քահանաներ եւ այս ամեն տեսակի սրբաբղծությունները օր եկեղեցիներու մեջ կմտնան եւ թշպախտապար մարդոց միտքը գամած ավելի կպատրաստեն, որ ամեն ինչին հարմարվին եւ թշպախտապար սիրելներ այդ եկեղեցիներուն, որոնց ղեկավարներն են անոնք եւ գեհդեվին ուրեմն ժողովուրդը, որոնց ղեկավարները կամ միասերական են արու կամ իքական, այսինքն իքացիալ են կամ արվակեդ են, հետևաբար իրենց համար հարց մչե, դղա է, աղջիկ է եւ այլն, այս բոլորը ահավասիկ դակն ու վրայություններ կստեղծվին, որովհետեւ Բաբելոնը արդեն կպատրաստվի Աստուծո ընթիմացող այս համագարկը։ Եվ 5 դագարանի մեջ փազում մարգարեներ, լա Երեմիա մարգարեն, լա Եզեկիել մարգարեն, լա Եսայի մարգարեն եւ մյուս մարգարեները գխոսին Բաբելոնի անգման, ավերման մասին։ Այսօր մեր հավաքական ընթերցանության համար ընդրած եմ սիրելիներ 5 դագարանի ուրեմն Եսայի մարգարեի 47-րդ ուրեմն գլուխը
47-րդ գլխու առաջին 15 համարներու մեջ կխոսի Բաբելոնի Թադաստանի մասին։ Եկեք միասին ընթերցենք, թե 5 դարանի մեջ Աստված ինչ Թադաստան հայտարարած էր, որ պիտի դար Բաբելոնի, եւ մեր մտքին մեջ ունենանք, որովհետեւ այս օրերուն, երբ որ գսերդենք 17 եւ 18 գլուխները, պիտի տեսնենք, որ ինչ որ Աստված ըսած էր անցյալին, Հովանես Արաքյալի բերնով գվերը հաստատե, որովհետեւ իսկապես որ այդպիսի միլիա, երբ որ ների ժամանակը հասնի։ Բաբելոնի Թադաստանը 47-րդ գլուխ Եսայի մարգարի։ Ով Բաբելոնի գույս աղջիկ, իջիր եւ հողի վրա նստե, ով քաղտիացներու աղջիկ, քեդինը նստե առանց կահի, քանի որ անգամ մնալ փափուկ ու քնքուշ պիտի չգոչվիս։ Չաղած կար, ալյուր աղա, հանել աչագդ, սոդե պեշերդ, փած սրունքներդ, անցիր կեդերեն, թող քու մերգությունդ բացվի եւ նախադինքը տալ դեսնվի։ Քեզ մե վրեժ պիտի առնեմ, զիսկեցնող ոչ մեկուն պիտի հանդիպիմ։ Մեր փրկչին անունը զորքերու դեր է, ան Իսրայելի սուրբն է։ Լուր նստե, խավարի մեջ մդիր, ով քաղտիացներու աղջիկ։ Քանի որ անգամ մնալ թակավորներու դիրուհի պիտի չգոչվիս։ Ես իմ ժողովրդիս փարգացա, իմ ժառանգությունս անբատվեցի, զանոնք քու ցերկդ մատնեցի, թուն անոնց կտություն ցույց չդվիր, ձերին վրա քու լուծդ հույժ ծանրացուցիր եւ ասիր, ես հավիդյան դիրուհի պիտի ըլլամ, ուստի ասոր ուշադրություն չդարձուցիր, ասոր վախճանը չհիշեցիր։ Հետևաբար հիմա մտի գրե ով հեշտասեր, որ ապահովությամբ կփնագիս ու սիրտիդ մեջ կսես, ես եմ եւ ինձ մեզատ ոչ մեկը գա, իբր այրի պիտի չփնագիմ ու զավակները զրգում պիտի չգիտնամ։ Ասոնք երկուքնալ զավակները զրգում եւ այրիություն հանգարցկու վրատ պիտի հասնին մեկ օրվան մեջ։ Հագարակ գախարտություններուց շադության ու թովչություններուց մեծ թիվին անոնք ամբողջովին վրատ պիտի հասնին։ Արտարևտուն չարությանդ վստահեցար եւ ասիր, ոչ մեկը զիս կդեսնե։ Քու իմաստությունդ ու գիտությունդ են, որ քեզ հրաբուրած են։ Սիրտիդ մեջ ասիր, ես եմ եւ ինձ մեզատ ոչ մեկը գա։ Հետևաբար քու վրա ցախորտությունը պիտի հասնի, որուն ուրգետ զակիլը պիտի չգիտնաս։ Քու վրա աղեդը պիտի նա, որ պիտի չգարենաս հեռացնել։ Քու վրա հանգարց ավերումը պիտի հասնի, բայց տուն պիտի չգիտնաս։ Ուրեմն քու թովչություններուդ եւ շատ գախարտություններուդ մեջ կեցիր, որոնց համար երդասարտութենետ իվեր աշխատերես։ Թերևս գարենան օգտակարը լալ քեզի, թերևս գարենաս հաղթել։ Խորհուրդներուդ շադութենեն սանսրացար։ Ուրեմն երգինքը զննողները, աստղակետները, նոր ամիսներով քուշագողները թող ոտքի ելեն եւ քու վրատ քալիք չարիքեն քեզ ազատեն։ Ահա անոնք շուղի բես պիտի լան, ու զանոնք գրագը պիտի այրե։ Իրենց անձը պիտի չգարենան ազատել փոցին զորութենեն։ Դակնալու համար գայծը պիտի չմնա, ոչ ալ գրակ թիմացը դստելու համար։ Այսպես պիտի լան քեզի համար անոնք, որոնց հետ աշխատեցար, որոնք երդասարտութենետ իվեր վաճառականները թեին։ Ամեն մեկը իր ջամփան երթալով սիրուցան պիտի լան եւ քեզ ազատողը պիտի չլա։ Սիրելիներ, ամեն մեկ խոսքը կարելի է երկար խորտածել անոնց մասին եւ խոսիլ։ Պիտի ուզեմ, որ անպայմանորեն երբ դուն երթակ դարձյալ գարտակ Եսայի 47-րդ գլուխը։ Գտեսենք մեկ գոմեն Բաբելոնի հբարդությունը, որ ես առանց զավակի պիտի չմնամ, ես եմ միակ դիրուհին եւ դերը գսե որ տուն իմաստությանդ եւ քեղեցկությանդ վստահեցար եւ ադոր համար հմայվեցար եւ ադոր համար հբարդացար։ Աստված նույն խոսքերը կգրտնե Սուրբ Գիրքի մեջ եւ Երուսաղեմի, եւ Դյուրոսի, եւ Նինվեի։ Այսինքն այդ ժամանակվա մեծ քաղաքներուն։ Եվ Աստված 5 դարանի մեջ գործանեց այդ քաղաքները։ Սիրելներ, ով որ մեծ կխոսի,
ով որ ինքզին կգարձե որ իր քեղեցկության մեջ պիտի մնա, իրեն պես մեկը չգա։ Եթե մեկը կգարձե որ սիրելիներ իր հարստությունը այնքան շատ է որ ոչինչի պիտի գարիք պիտի չունենա, հիշեցեք, Աստուծո հետ խաղ չլար։ Աստված գրնա խոնարհները բարձրացնել, բարձրերը խոնարեցնել։ Աստված սիրելիներ ամեն մեկուն իր տադաստանը բահած է։ Եթե մենք մեզ չխոնարեցնենք Աստուծո ցերկին դակ, այդ ժամանակ սիրելիներ Աստուծո տադաստանին դիմաց պիտի կանգնենք։ Եթե մենք այս երկրի վրա մենք մեզ փամ մգարձենք, գիտնանք որ Աստուծո դիմաց ոչինչի պիտի վերածվենք։ Անորամար դերը Հովանու Ավետարանի 13-րդ գլխու մեջ կսե. Ան որ իր անձը գսիրե, պիտի գործընծնե զայն, իսկ ան որ իր անձը գանդեսե, ուրեմն այս աշխարհին համար, այս աշխարհի մեջ, գադե իր անձը այս աշխարհի մեջ, զայն հավիտենական կյանքին համար բահած գլա։ Այս խոսքերը ամեն գիրագի եկեղեցվո մեջ կգարտացվի բادرակի վերջավորության հոգեանկիստենի հետ, հոգեանկիստի ժամանակ, ամեն գիրագի, որպեսզի մեզի հիշեցնեն սիրելիներ, որ այս աշխարհին մեզի սորվեցուցած են դուրս գանք, օրե գիտեք աշխարհը մարդս ինչ կդարձնե, անձնասեր, ինքնասեր, եսասեր, օրե աշխարհը մեզի կսորվեցնե որ անձնասեր դառնանք, մենք մեզ, մեր անձը, մեր եսը, իսկ Աստված ինչ կսորվեցնե, որ անինքնասեր դառնանք, ամենուն սիրենք, ամենը մեզ մի առաջ նկատենք, հետո մենք մեզ։ Պողոս առաքյալը գսե որ ծեր դիմացիները ցեզ մե ավելի բարձր նկատեցեք եւ սիրելիներ հավատացեք որ ով որ իր անձը կխոնարեցնե անոն կբարձրանան տեսեք ամեն անգամ սուրբերու դիմաց աղոտ կնենք իրենց բարեխոսությունը կխնդրենք ովքեր եղած են սուրբերը սուրբերը եղած են այն մարդիկ որոնք իրենց ժամանակին մերժված են գիտեք ինչու համար մերժված են այդ սուրբերը իրենց ժամանակին որովհետև իրենց անձերը խոնարեցուցած են։ Սուրբ Գրիգորն արեգացին, որ այսօր սիրելիներ աշխարհի մեջ հadouk սուրբ է, իր ժամանակին ադած են զինք, մահապործ ծրած են իր նկատմամբ, որովհետև շատ խոնար էր։ Սուրբ Անդոնը նույնպես, Սուրբ Եփրեմ Ասորին նույնպես, Սուրբ Ոսկեփերանը նույնպես, Սուրբ Ներծեշնալին նույնպես, Խրիմյան հայրիկը նույնպես, Խրիմյան հայրիկի նկատմամբ 3 անգամ մահապործերին, ովքեր գրոնավոր իր եղբայրները, մարդ վարձեցին, քյուրդեր վարձեցին, որ սպանեն Խրիմյան հայրիկին։ Որովհետև ով որ իր անձը գանդեսե այս աշխարհի մեջ, ուրիշներ չեն հավնին անոր։ Գիտեք ինչու, որովհետև ուրիշներուն հբարդությունը մեջտեղ գուկա թիմացնին խոնարհումով։ Եվ որ անձդ կխոնարեցնես, թիմացին այլևս չի հանդուրժերքես, չի գնար հանդուրժերքես, որովհետև իր աչքին թիմաց կուկա իր հբարդությունը։ Մրցակցություն չի դեսներ այլևս կու մեջդ, որ մրցակցի կու հետդ, որ ինքը ավելի հբարդանակու վրատ, որովհետև կդեսնե, որ տուն ավելի կխոնարիս։ Բայց Աստուծո աչքին տուն է, որ կպարսրնաս։ Ահա սիրելներ սուրբեր այդպիսի մարդիկ են, որոնք գիտեն իրենց անձը խոնարեցնել։ Եվ այս աշխարհի մեջ ով որ Բաբելոնի վես ինքզինք բարձրացնե կամ այն քաղաքները, այն երկիրները, որոնք Բաբելոնի անցյալի Բաբելոնին վես իրենք զիրենք բարձրացնեն, պիտի ավերակ դառնան։ Այսօր նաև այդ մասին պիտի խոսենք։ Եկեք միասին երգենք սիրելիներ մեր առաջին հոգևոր երգը, հարությունը, երբ հանգարց հասնի օր հարության, որ իրար գանցնին աշխարհ համայն։ Այսօր մարդիկ սիրելիներ գսեն ինչ հարություն, ինչ դադարք բաներ, մարդոց այդպիսի բաներ գսեք, բայց երբ որ հասնի այդ հարության օրը, աշխարհը, այս աշխարհի մարդիկը իրար պիտի անցնին։ Ամեն մեկ դողը որ երգենք,
Խորհրդածեցեք նաև երկածադենը սիրելներ, միան աչքերով մի նայեք, այլ մտածեցեք բարերուն վրայալ։ Երկենք։ Երբ հանգարց հասնի օրը հարության, որ իրար գանցնին աշխարհը համայն, գգանքնին իսկույն բոլոր մերելներ, հայտնվի Հիսուս թադավորուդեր, եթե ճիշտ հիմա քոնետ չարտնաս, այդ օրը գլուխդ գզարնես կողպաս, հավետ բաբանցիս դիրոջ արջևը, թադադաբարդված և երեսացև, արդիմատիմ է Հիսուսի կտած, որ չապալ շատ են մեղքերը տիզված, եթե խոնարհիս վստահես ներման, և գնդունի քեզ բալած է պագամ, և որ գհնչե փողը վերջնական, և երբ մոտենա վերջին հանգրվամ, փրկյալները մտնեն շատ ուրախուշեն, վճիր գնդունի մեղավորն վերեն, ուստի ընդունե հիմա քո փրկիչ, որ վերջին օրը չնես երբեք ջիջ, որ Հիսուսի աչքը հրավիրե քեզ, և հագվեցնե ջերմագներ պես։ Ամբողջ սիրելիներ, այս քրիստոնեական կյանքի այսպես ամփոփումը եղավ, եթե բարերուն հետևեցաք, որ ինքզինք խոնարեցնե, մեղքերու թողություն մի դստանա և դերը անոր սպիդակ, ջերմակ, փեզե հակուստ բդյակցնե, իսկ ով որ կունեն չարտնա և շարունակե այսպես հբարդ մեղքերու մեջ մնալ, ապա սիրելներ դժբախտաբար պիտի գործվի։ Հիսուս միշտ կգանչե մեզ։ Ժողովուրդ ջան, գիտեք, չէ այդ պատմությունը, որ քահանամը, ուրեմն ուր որ գպնակի դունը գայրի, անմիջապես մեկը ներս կմտնե իր գսե դեր այր, եկուր քեզ դուրս անեմ, չէ գսե ինձ Աստված պիտի ազատե։ Քիչ մը վերջ հրշեջները կուքան, հրշեջները մեկը հազիվ գտնան ներս մտել գսե դեր այր, ամբողջ եկեղեցին դունդ ամեն ինչ գայրի գոր միակ վարգան թե եկուր դուրս անենք, չէ գսե ես կաղոթեմ Աստված ինձի ինքը օգնության պիտի ասնի։ Եկեղեցվո ամեն այդ դունին ամեն դեղեր կսկսին փլիլ, հանգարց ուղաթիրով, հելիկոպտերով գուքան, քահանային գսեն որ վերջին արիթը թե դուր ցերկդ ազատեն քեզի, գսե չէ գսե ես կաղոթեմ Աստված ինքը պիտի ինձի օգնե։ Եվ վերջո քահանան ինքնալ այդ գրակներուն դակ հրոջարակը տարդա եւ գմանա։ Երգին կելե Աստծո գսե Աստված բաբա գսե քեզ մե խնդրեցի որ ինձի օգնես, ինչու չօգնեցիր ինձի, խոստացել էր որ օգնես, Աստված գսե քեզ 3 անգամ հանդիպեցա գսե, 3 անգամ կովդ եկա գսե, ուրիշներում մեջ են, բայց դու օգնություն չուզեցիր։
Սիրելի քույրեր, եղբայրներ, Աստված մինչև այն ադեմ, որ մենք շունչ ունենք, Աստված ամեն անգամ կգանչե մեզ։ Ամենուս անխդիր։ Աստված խդրություն չի տներ մարդոց միջև, չէ՞։ Մենք մարդիկս դժբախտաբար խդրություն կտնենք, բայց Աստված մարդոց միջև խդրություն չի տներ։ Մեղավոր է, միասերական է, իքացյալ է, արվակետ է, ոջրակորձ է, վիժում կատարած է, փամփասող է, զրբարդող է, չարախոս է, գրոնավոր է, աշխարհական է, հարուստ է, աղքատ է, գապ չունի Աստծո համար, Աստված ամենուն արիտ կուտա, կգանչե։ Սակայն սիրելներ, միան անոնք պիտի լսեն, երբ որ ուզեն, որ իրենց հոգի ականջները բացվին եւ լսեն։ Եկեք երգենք, Հիսուս միշտ կգանչե մեզ, լալով կփնտրե մեզ։ Երգենք։ Հիսուս միշտ կգանչե մեզ, լալով կփնտրե դες, որ ազատ է մեղքերը, խաղաղություն տալու մեզ, սատանայի խորհուրդներ, գտմրեցնեն մեր մտքեր, գիշեր ցերեկ աշխատեր, որ չարչար է հոգին է, անհույս կտապարեինք, անլույս ու խավարեինք, շվարած կյանք ունեինք, հոգնած ու անդերեինք, գանչեց մեզի դեր Հիսուս, փայլեցուց երեսը լույս, հոգնած էինք հանգչեցուց, տրախտի ճամփան ծծուց, չնայինք աստինանտին, չշեղինք ճամփան տրախտին, միայն նայինք Հիսուսին, փառք մեզ տված հույսին, փորձություններ շատ էր, արթուն բահե մեզի դեր, սատանան կմռնչեր, մեր չորս կողմը կշրջեր, աղոթենք լանք արթուն, միշտ պատրաստ երանտուն, գույսեր ու բես իմաստուն, մեր լապտերները լեցուն, գույսեր ու բես իմաստուն, մեր լապտերները լեցուն։ Ամենքը տալ գիտեք սիրելներ 5 իմաստուն գույսերու արագը եւ գիտեք որ 5 իմաստուներու թիմաց գայի նաեւ 5 հիմարներ, անմիտներ։ Ինչու անմիտ, ինչու հիմար, որովհետեւ իրենց հետ ավելորդ ցետ չէին դարած։ Հաշի վրաց էին որ Պեսանգուկա խրախճանքի կմտնեն հետվապար այլևս բեկչունին ցետի, բայց Պեսան ուշացավ։ Եվ որ գեսկիշերին աղաղակ լսվեցավ որ Պեսանգուկա ոտքի ելեք, արտնցեք, արտնցան 10 գույսերը տեսան որ իրենց ջրակները սկսած էին մարիլ։
իմաստունները իրենց հետ ավելորդ ծետ ունեին, լեցուցին ջրակին մեջ, իմաստունները չունեին, քացին սիրելներ մեկնեցան շուգա որբեսի կդեն, այդ ժամանակ ահավասիկ փեսան եկավ եւ ներս մտան։ Եվ երբ որ վերադարձան 5 ամմիտները, այդ ժամանակ թուրը թագեցին եւ ըսին դեր թուրը բաց մեզի, բայց դեր ասավ ճշմարիտ կսեմ ցես չեմ ջանչնար։ Սիրելի եղբայրներ եւ քույրեր, մենք ենք այդ 10 գույսերը, բայց այդ 10 գույսերեն ինչ որն ենք մենք, իմաստունը կամ հիմարը, այլևս վերջին Թադաստանի ժամանակ հայտնի դլա։ Գրնալալ որ մենք կարծենք որ իմաստուն ենք, գրնալալ։ Չեմ կարծել որ կարծենք որ հիմար ենք, որտեղ մեկ ինքզինք հիմար չընդունիր, բայց չեմ կարծել որ ամեն մարդ իմաստուն է։ Հիմա բիդսեք որ հայրբարտև հավասար է հիմար, ադի ես չեմ գրնալ ասել։ Ես իմանցիս կրնամ ասել, բայց ուրիշին չեմ գրնալ ասել։ Ինչու սիրելիներ, որովհետև չենք գիտեր դերը երբ կուքա։ Չենք գիտեր երբ պիտի մեռնենք։ Եվ մահը թող չի վախցնե մեզ։ Մահը թող չի վախցնե մեզ։ Գիտեք ինչ վախցնե մեզ, բادرաշ չլալ թող վախցնե մեզ։ Որովհետև մենք սիրելիներ, եթե ապրենք, Քրիստոսի համար գաբրենք, եթե մեռնենք, Քրիստոսի համար կմեռնենք։ Հետևաբար մահը մեռած է մեզի համար։ Ան որ պատրաստ է ապրի կամ մեռնի, որու հետ պիտի լա Քրիստոսի։ Բայց սիրելիներ սարսափելին մահը չէ։ Սարսափելին պատրաստ չլալն է։ Գիշեք 5 դագարանի մեջ երբ որ Աստված Մովսեսի սա որ քարնուկը մորտեն եւ անոր արյունը տրանտիկներուն վրա կսեն, տրան սեմին կսեն։ Գիտեք չէ։ Ինչու որովհետև այդ գիշեր ով պիտի անցներ սադագիչը, որբեսի այն դուներուն վրա, որ արյունի հետ տեսներ, չսպաններ այդ դեղի անտրանիկ զավակը, այլ անցներ այն դունի վրային։ Իսկ այն դունի վրա, որ արյան հետ չգար, այդ ընտանիքի անտրանիկ զավակը պիտի սպանվեր։ Որոնց դուները արյունով ներգված վիդլային, քրիստոնյաներ չգային այդ ժամանակ, հրյաներուն, հետևաբար այսինքն Աստուծո հետևող ժողովուրդին, չէ՞։ Իսկ անոնք, որոնք Աստուծո թեմ էին, անոնք պիտի հարվածվեին։ Շատ բարի, սիրելիներ, բացումը գա, շատ հին, գսվի որ այդ զատկվա բասեկի գիշերներ, անտամալույց աղջիկ մը գար, դան խորքը, իր ընտանիքի անդամներուն գսե, արյունը կսեցիք, որովհետև ընտանիքի մեջ ուրախություն էր, հաջորդ օրը պիտի ազատեին։ Եվ ամենքն ագսեն այո անոք եղիր կսեցին, բայց այս աղջկան սիրտը հանգիստ չէ, ինքը չի գրնար ելել քալել, անդամալույց է։ Նորեն գսե, դրան վրա, սեմին վրա կսեցիք արյունը, քարնուկին արյունը, գսեն այո անոք եղիր։ Երրորդ անգամ այս աղջկան սիրտը գջմլվի, հանգիստ չէ։ Որբեսի հանգիստը լա, իրեն գշարգեն, գսեն եկուր աչկովը տեսը որ կսած են։ Գդանեն տուրին թիմաց, գտեսնեն որ մեկը մույսին վստահեր է ընտանիքի անդամները և մեկը չէ կսած տուրին վրա արյունը։ Եվ աղջիկը ահավոր ծևով գծնցվի, որ դուք կսեք, որ այո կսած ենք, բայց չեք կսած։ Անպատրաստ լալու ահավոր վիճակն է անիկա։ Եվ վերջապես կկսեն ու հրեշտակը գանցնի, սադագիչը գանցնի ադոնց վրային։ Եթե կսած չլային, հարված վիդիկար։ Սիրելներ ինչ որ հին գդագարանի մեջներ, շուկներ, կալիքին, ով է քարնուկը։ Հիսուս Քրիստոս։ Հիսուս Քրիստոսի արյունն է որ կփրկե մեզ։ Միայն ուրիշ բան չկա աշխարհի մեջ որ կգնա մեզ փրկել։ Ոչ հարստություն, ոչ տիրք, ոչ պաշտոն, ոչ անուն, ոչ գրոնական, ոչ մեկ բան։ Միայն Հիսուս Քրիստոսի սուրբ արյունն է որ մեզ կփրկե, գներե մեր, կքավե մեր մեղքերը եւ կփրկե մեզ։ Ան որ Քրիստոսի արյունով ծածկված չէ, ան որ Քրիստոսի արյան դակ չէ եկած, անիկա կգործվի։ Եղբայրներ եւ քույրեր, սիրելի ծնողներ, այո շատ լավ բան է որ գուրախանակ եւ գհբարդանակ ծեր զավակներու բարձրակույն համալսարան ավարտելուն կամ բարձր դեղեր հասնելուն լա աշխատանքի իմաստով, մեկը փաստապան, մեկը բժիշկ, մեկը չեմ գիտեր ինչ, շատ ապրիկ, ծեր արդար անիկա ուրախությունն է, բայց սիրելի ծնողներ, ծեր ուրախությունը
Վասն ոչինչի բիդելա, եթե ծեր զավակը աստուծո ջամփու մեջ են չի քալեր։ Եթե ծեր թորնիկը աստուծո ջամփու մեջ են չի քալեր։ Ծեր ամենօրյա արցունքը բիդելա մինչև ծեր աչքերը փակվիլը, որբեսի Աստված անոնց սրտին թփնա ու դիրոջ դառնան։ Այլապես սիրելիներ, եթե գործվին անոնց հոգիները, ինչպես պիտի դու ուրախանաք։ Ահա շատ կարևոր է, որ ամեն մեկ ընտանիքի մեջ, ընտանիքի հայր, ընտանիքի մայր, իր զավակներու համար, իր գնոջ, իր ամուսինին, իր եղբայրներուն, քույրերուն համար արցունք տապե, աղոթե։ Շատ կարևոր է։ Չեն գիտեր, որ երբ կուքա սիրելներ մեր մահվան օրը։ Չեն գիտեր։ Որտեղ մեկը գրնա ասել, որ այս բոլոր նշանները դակավին չեն բադայր հայտնության կրկի, ամբողջությամբ, հետևաբար Տեր Քրիստոսի գալուստին ժամանակա, բայց չես գիտեր, որ թուն պիտի ապրիս կամ ոչ։ Անորամար գսեմ, ոչ թե մահեն վախցեք, այլ անպատրաստ ըլլալեն վախցեք։ Եկեք մեր վերջին երգը երգենք։ Վերջին երգը Հիսուս միայն ամեն բան է, ալֆան եւ օմեգան անե, առաջինը եւ վերջինը իմ կյանքիս մեջ։ Երգենք, եւ երկրորդ դունը եւ որ երգենք, բարերուն լավս քուշերեք։ Հիսուս միայն ամեն բան է, ալֆան եւ օմեգան է, առաջինը ու վերջինը իմ կյանքիս մեջ, փոթորիկները երկուքան, զիսնելու թափառական, զորավոր փազուկներուն մեջ գանդ կրգեզիս, ուստի գերքեմ ես ամեն օր, իր անունին հավատալով, երբ բոլոր մեկ երեսներեց, ամեն բանեզիս ազատեց, ինքն է միայն նյութը խոսքից, անուշությունը իմ կյանքից, Հիսուս միայն ինձի համար ամեն բան է, այս կյանքին մեջ շատեր գուքան, առանց հավատքի գմնան, հավիտենական պատիժին գարժանանան, Հիսուս ասոր համար եկան, խաչապայդին վրա մերան, որ ամեն ով որ հավատա փրկվի, ուստի անոր տուն վստահ է, մեղքերդ բոլոր խոստովան է, հույսդ միայն Հիսուսր է, ներ ջամփայեն մդիր կալե, ինքն է միայն յութը խոսքից, անուշությունը իմ կյանքից, Հիսուս միայն ինձի համար ամեն բան է, Հիսուս միայն, Հիսուս միայն, Հիսուս միայն։ Փառք ես Աստված, փառք ես հաղաքս ամենայնի դեր, փառք ես։
Փառք տանք Աստծո ամեն րոպե սիրելներ, մեր կյանքի ամեն մեկ հանգրվանին, ամեն մեկ ժամուն ինքնաշարժի մեջ, անգողնիտ մեջ, դանդ մեջ, հիվանդ եղած ադենդ, առողջ եղած ադենդ, ուրախությանդ ժամանակ սուքիտ մեջ փառք տուր Աստծո, որովհետև սիրելներ, Դերը մեզի հավիտենական իր փառքին պիտի արժանացնե, եթե իրեն հավատարիմ ցևով ընթանանք այս կյանքի մեջ են։ Բարի եկածեք, սիրելի քույրեր, եղբայրներ, հայրեր եւ մայրեր, Տեր Հիսուս Քրիստոսի սուրբ սիրով ողջունեմ ցեզ բոլորդ, բոլոր անոնք, որոնք մշտապես ներկա են այս սուրբ քրոջ սերդողությանց երկար տարիների ի վեր, բոլոր անոնք, որոնք այսօր առաջին անգամն է որ վերադարձած են, կամ առաջին անգամն է որ եկած են, կամ վերադարձած են, ովքեր եկած են առաջին անգամ, կարծեմ դուք առաջին անգամն եք, ոչ, ով գա հոնդերը, մեկը գա որ առաջին անգամն է, բարի եկածեք, բոլոր տալ բարի եկածեք և բոլոր անոնք, որոնք սիրելներ համացանցի ջամփով գետևին կամ լայվ գետևին ուղիղ եթերով փյուր ողջույն։ Մենք կսերդենք հայտնություն Հովանու գիրքը։ 17-րդ գլուխը սկսանք սերդել անցնող շաբաթ և սերդեցինք երկու համարներ, առաջին երկու համարները։ Այսօր պիտի սերդենք 3 և 4 համարները։ Հզդիկ վերակախմը, ուրեմն 16-րդ գլխու մեջ տեսանք, թե ինչպես Աստուծո վերջին բադուհասները, վերջին հարվածները, 7 հրեշտակներ, իրենց ցերկի մեջ անոթներ, ամաններ բռնած, մեկ առ մեկ թափեցին աշխարհին վրա։ Ահա այդ հրեշտակներեն մեկը Հովանես Առաքյալին երևցավ եւ հրավիրեց զայն եւ ասավ. Եկուր եւ դես։ Եվ ինչ ցույց ուզեց իրեն տալ, ասավ. Քեզի ցույց պիտի տամ հրճագավոր մեծ բորնիկին թադաբարդությունը։ Եվ խոսեցած էզի սիրելներ, թե անցնող շաբաթ ով էր այդ մեծ բորնիկը, այսօր ավելի պիտի խոսիմ այդ բորնիկի մասին, միայն դեսանք, որ երկրորդ համարի մեջ, որ այս բորնիկ գոչվածը Եգրի թակավորությունները իր հետը բորոնգություն արին և այս բորնիկ գոչվածը իր քինիով արպեցուց ամենքը և այս բորնիկը նստած էր շատ չուրերու վրա։ Խոսեցած սիրելներ անցնող շաբաթ, որ բորոնգությունը և մարմնավոր է և հոգևոր է։ Բորնիկը այն է, որ թշպախտապար ամփարոյություն անարակ յանքով գաբրի, մարմնավաճառությամբ, մարմնավոր մեղքերով։ Եվ բորնիկը սիրելիներ, բորոնգությունը ահավոր մեղք է, ինչու, որովհետև բորնիկը ոչ միայն իր անձին վնաս կհասնի, այլ մանավանդ մեղքը ինչ կնե, գդարածե, որովհետև իրմով է որ գքրավե, իրմով է որ գհմայե ուրիշները գախարտե, գթութե, որբեսի ուրիշներալ իր մեղքին մասնագից դարձնեն։ Եվ թշպախտապար բորնիկը գնմանի այն վատ թթխմորին, որ երբ որ ալյուրի մեջ տնես, ամպոտ զանգված ինչ կնե, գխմորե, բղձությամբ։ Եվ թշպախտապար սիրելներ այն երգիրներու մեջ, ուր գարավարությանց կողմե, բեդությանց կողմե, գարդոնվի և գկաչալերվի բորնգադուներու շինությունը, սարկումը և անոնց դարածումը գնշանագե, որ այդ երկրին մեջ ամփարոյությունը և աստվածամարդությունը հզոր է։ Աստվածամարդությունը ինչու, որովհետև մեր մարմինները Սուրբ Հոգին դաջար են։ Հետևաբար մեր մարմինները առնել բորոնգության դարձնել գնշանագե Աստուծո թեմ մարդնչիլ, ասելու համար, որ այս մարմինը ինձի կպատկանի, քեզի չի պատկանիր։ Եվ այս է, որ գսորվեցնե թշպախտապար աշխարհը այսօր մարդոց։ Նույնիսկ երեխաներ, որ այսօր մանավանդ արևմտյան երկրներու մեջ, Եվրոպայի մեջ, Ամերիկայի մեջ ազատության այսպես լայն գարելիություն ունին, նույնիսկ իրենց ծնողներուն թիմած կելեն ասելու համար, որ this is my body, my choice։
Ինձ կպատկանի այս մարմինը իմ ընտրությունս է, ես ինչ որ գուզեմ անիկա գնեմ։ Եվ այս մեկը այս աշխարհի մեջ քաչալերված է։ Եթե սիրելներ այդ խոսքին համար բռնես թադարան դանես երեխատ, թադավորը գտադես այն։ Ոչ։ Ընթագարակը թադավորը գրնալալ որ թադը քո վրա դարձնեսելու համար որ տուն այս զավգին abuse գնես։ Գգաշկանտես իր ազատությունը։ Տուն իրավունք չունիս ինք աշխատելուն կամ իրեն նեղության մատնելու։ Տեսեք սիրելներ աշխարհը ինչպես շուր դված է ամեն փարոյական եւ աստվածաշնչյան օրենքներ եւ իր օրենքները հաստատելով ինչ կնե մեղքերու գարաչնորդ է անորամար գսեր երկրորդ համարի մեջ որ երկրի թակավորները բորոնգություն ունին անոր հետ եւ երկրի բնագիչները անցյալ անգամ ինձ էսի բացատրեցի երկրի բնագիչ ինչ կնշանակե այն մարդիկը որոնք աստված չեն ընդունիր չեն ճանչնար գուրանան աստված հետևաբար մեղավորները անոր բորոնգության քինովցան ինչպես որ անարակ գինը իր կով եկող իր հաջախորդին խմիչքը հրամցնե որբեսի քինովնա անով եւ ավելի շվայդ մեղավոր բիղծ գյանքին նվիրվի եւ ավելի ինքը կումարշահի այդպես արսիրներ այս աշխարհի մեջ այս աշխարհի համագարքը, չար համագարքը, այդպես գքինովցնե մեր զավակները։ Ուրեմն մարմնավոր բորոնգության գողքին հոգևոր բորոնգությունը։ Ինչ է հոգևոր բորոնգությունը, ինչպես որ բորոնգությունը կամ շնությունն ալ սիրելներ թավաջանություն է գողագիցին, մեկը գրնա թավաջանել իր գողագիցը, անիկա դղամարդը լա կամ գինը լա։ Եվ թավաջաներով գերտա ուրիշին հետ, իր մարմինը ուրիշին կծառայեցնե, այդ մեկը թավաջանություն, բորոնգություն կամ շնություն կգոչվի նույնպես արսիրներ այն մարդը որ գլկե ճշմարիտ աստված բաշխությունը եւ ուրիշ աստվածներու յետևեն գերտա ուրիշ փիլիսոփայությանց յետևեն գերտա գուրուներու յետևեն գերտա բուդդային յետևեն գերտա իսլամին յետևեն գերտա չեմ գիտեր ինչին յետևեն գերտա հոգեվոր իմաստով բորոնգությունը ռած կլա Եվ երբ որ հոգևոր բորոնգության մեջ կինանք սիրելներ թուր փածած գլանք որուն թիմաց սատանային Ինչու որովհետև սատանան սիրելիներ գտնվի հոն ուր որ աստուծո հագարակ գամք գա ուր որ աստուծո հագատրվող գամք գա ընտիմացող գամք գա հոն սատանան գա Եվ հիմա պիտի տեսնենք սիրելներ, որ որքան անկագդելի գաբով գաբված են սատանան եւ այս բորնիկ գինը իրարու, այսինքն այս գրոնական սուտ համագարքը։ Անցնենք երրորդ համարի սերդողության։ Նախ գարտանք, գսե առակյալը, հրեշտակը հոգիով վերացուց զիս, ու դարավ անաբադ, ուր դեսա գինմը, որ նստած էր գարմիր կազանիմը վրա, որ ծածկված էր հայհոյալից անուններով։ Կազանը, որ դեսա, 7 գլուխ և 10 եղջյուր ուներ։ Շատ բարի։ Նախ սիրելիներ, այստեղ կտեսնենք, որ հրեշտակը, որ հրեշտակը, նույն այդ հրեշտակը, որ 7 հրեշտակներեն մեկն էր, որոնք թափեցին իրենց ցերկի անոթը մարդկության վրա, այդ հրեշտակներեն մեկը, որ եկած էր Հովանես Արաքյալի մոտ եւ իրեն ըսած էր, «Եկուր եւ դես, քեզի ցույց պիտի դամ բորնիկ գնոջ, հրճակավոր բորնիկին թադաբարդությունը», ահա նույն այդ հրեշտակը Հովանես Արաքյալին ինչ հրավ հոգիով վերացուց։ Հետաքրքրական է սիրելներ, հայտնություն Հովանու գրքի մեջ 4 անգամ Հովանես Արաքյալը այս բառը գործած է հոգիով վերացուց։ Առաջին գլխում մեջ տեսանք, 4-րդ գլխում մեջ տեսանք, այս գլխում մեջ տեսանք եւ 21-րդ գլխում մեջ տեսանք։ Ինչ կնշանակի հոգիով վերացնել։ Սիրելիներ, հոգիով, եթե հունարեն բնակիրը նայենք, այնտեղ գսե հրեշտակը եկավ զիս արավ եւ դարավ։ Գիտեք ինչ կնշանակի առնել ու դանել։
ոչ միայն հոգիով, մտքով զինք ուրիշ տեղ փոխադրել, այլ մարմինով։ Եվ հիշել, հապշտակել, եւ հիշեցեք, որ Հովանես Արաքյալը եւ որ այս հայտնությունը գտներ, ուր գտնվեր։ Բատմոս գղզին վրա, աքսորված էր այդտեղ։ Բայց եկավ հրեշտակ եւ զինք հապշտակեց դարավ։ Դարավ, հիմա գտենք ուր դարավ եւ ինչու դարավ այդտեղ, բայց դարավ։ Գիտենք սիրելներ, որ Կորցկարակիրոց գիրքի մեջ ալ Փիլիպոս Սարգսակը երբ որ Եթոբիացի ներքինին գնքեց, Սուրբ Հոգին ինչ հրավ իրեն, հապշտակեց եւ դարավ ուրիշ տեղը, վարգյանվա մեջ։ Սուրբեր ալ եղած են սիրելիներ, սուրբեր, որոնք հապշտակված եւ ուրիշ տեղ դարված են։ Հետաքրքրական կերպով։ Երբեմն նույնիսկ սուրբեր եղած են, որ միաժամանակ երկու տեղ եղած են, ինչպես որ իր օրինակ Падրե Պիոն, միաժամանակ երկու տեղ եղած են, ինչպես անիկա միայն սիրելներ Աստված գնե եւ որոշ մարդոց։ Հիմա հրեշտակը հոգիով արավ, զինք եւ դարավ։ Ուր դարավ։ Անաբատ։ Անաբատ դարավ։ Ինչու անաբատ դարավ։ Անաբատը սիրելիներ ինչ իմաստ ունի, ինչ կխորհրդանշե Սուրբ Գիրքի մեջ, շատ կարևոր է իմանալ անաբատ։ Այո, լավ, ասեմ, անաբատը սիրելիներ հետաքրքրական է Սուրբ Գիրքի մեջ, միշտ եւ որ գարտանք հատվածը, պետք չէ սիրելիներ մեկ դող գարտանք, այլ պետք է միշտ շրջակիցը գարտանք, չէ, ամբողջ շրջակիցը, որովհետեւ շատ կարևոր է։ Հետևաբար, Աստվածաշունչի մեջ անաբատը իրարու հետաքրքրական է հագաթիր ներհագ, այսինքն հագարակ իմաստներ ունին։ Օրինակ, առաջին անաբատ դեր գնշանագե անվտանգ եւ ապահով դեր։ Առաջին իմաստով անաբատ գնշանագե անվտանգ եւ ապահով դեր։ Օրինակ հիշեցեք, երբ որ Աստված Եբրայեցի ժողովուրդը 400 դարվան քերութենեն յետ դուրս հանեց Եգիպտոսի քերութենեն, ուր դարավ զանոնք Աբրիկ, անաբատ դեղ, այսինքն ապահով վայր։ Ստակ է։ Երբ որ հայտնությունով անու 13-րդ գլուխը գսերդեինք, այնտեղ տեսանք գինը։ Գիշեք խոսեցանք գինը, որ արև հակած էր։ Հա? Լուսինը ոտքին դագներ եւ գլխում վրա 12 աստղեր կային։ Ով էր այդ գինը։ Թե Աստվածամայրը, թե Քրիստոսի եկեղեցին, Աստուծո ժողովուրդը, չէ՞։ Հետաքրքրական է, երբ որ վիշապը հալածեց իրեն, ուր դարվեցավ, Աստված ինչ տվավ իրեն, տվավ մեծ արձիվի երկու թևեր եւ թրավ ուր գնաց անաբադ, որովհետեւ այդտեղ ինչ տեղ էր, անվտանգ եւ ապահով, աբրիկ։ Հետևաբար 13-րդ գլխու 14-րդ համարի մեջ։ Երկրորդ իմաստով անաբադ սիրելներ կնշանակե խորհրդանիշ է, որ խանգարումները հերու, որ մարդ ավելի լավ գերբով կարողանա անաբադի մեջ լսել որու ցայնը Աստուծո ցայնը։ Հիշեցեք, Մովսես ուր լսեց Աստուծո ցայնը անաբադին մեջ։ Եղիա մարգարեն ուր լսեց Աստուծո ցայնը անաբադին մեջ։ Անաբադ սիրելներ նաև կնշանակե անմարդապնակ վայր, հա? Շատ լավ, եւ կամ Հովանես Մգրտիչ ուր սիրելիներ քարոզեց անաբադի մեջ աբրիկ։ Երրորդ անաբադը սիրելիներ նաեւ հագարակ հիմա խորհրդանիշ է սատանայի նստավայրին, թևերու բնակավայրին։ Հետաքրքրական է, որ օրմը Հիսուսի թիմաց պերին թիվահարմը, որ ուր գաբրեր անաբադի մեջ։ Եվ հիշեցեք Հիսուս փորձության 40 օր ուրեմն անաբադին մեջ զոմաբաությունը նելևերջ, թեմ թիմաց ելավ որու սատանային, այո, սատանային հետ թեմ թիմաց երևցավ։ Գամ սիրելներ անաբադը նաև չորրորդ, այսպես, վերանորոգության խորհրդանիշ է։ Այն վայրն է, ուր մարդ գվերանորոգվի։
Օրինակ Հովանես Մգրդիչ անաբադի մեջ ինչ կարոզեց ժողովրդին։ Աբաշխարեցեք, որտեղ Աստուծո արքայությունը մոտեցած է եւ անոնք, որոնք Հովանես Արաքյալի աբաշխարության գոչը լսեցին, անաբադի մեջ ինչ եղան, վերա նորոգվեցան։ Հիմա ավելի լավ գասկնակ, ինչու համար վանքերը, առաջին վանքերը ուր էին, անաբատներու մեջ։ Անոր համար անաբատներու մեջ ապրող գրոնավորները գգոչվին անաբադական, անաբադի մեջ ապրողներ։ Մեգուսանալու իմաստ ունի նաև անշուշտ խորհրդածելու, մեգուսանալու, Աստուծո հետ ժամանակ անցնելու, թևերուն թեմ պայքարելու, այս ամենը անաբադի մեջ։ Հիմա Աստված սիրելիներ, կամ հրեշտակը, Աստծո հրեշտակը, Հովանես Արաքյալը արավ եւ դարավ անաբադ։ Որբեսի անաբադեն ցույց տա ինչը գնոջ ինչը հադաբարդությունը հետաքրքրական է։ Բնակավայրը սիրելիներ քաղաքը եւ անաբադը իրար մե գդարբերին, այո, ինչով գդարբերին, բնակչությամբ, ճիշտ է, անաբադի մեջ բնակություն չկա, իսկ քաղաքի մեջ բնակչություն կա։ Քաղաքեն դուրս հանեց, որբեսի հերույեն դեսնե քաղաքին, որտեղ մեծ բորնիկը ով է Սուրբ Գիրքի մեջ։ Մեծ բորնիկը սիրելիներ անցնող շաբաթ բացատրեցի ցեզի։ Աստուծո թեմ եղող քաղաքներն են, համագարկն է, գրոնական համագարկն է։ Ուրեմն նայեցեք, հրեշտակը դուրս վերավ Հովանես Արաքյալը, որբեսի հերույեն թիդե մեղավոր քաղաքը։ Այդ ժամանակ Հովանեսի ժամանակ մեղավոր քաղաքը Բաբելոնը որ քաղաքն էր։ Հռոմն էր։ Հիմա կբացատրեմ ինչու Հռոմը։ Բայց սիրելիներ, հիմա որն է մեղավոր քաղաքը։ Ամեն դեղ, չէ։ Այսինքն Աստուծո ընդդիմացող ամեն քաղաք սիրելիներ Բաբելոն է։ Եվ որբեսի մեկը գիտնա սիրելիներ ինչ վիճակի մեջ է աշխարհը, ինչ վիճակի մեջ է ինք, գիտեք ինչ պետք է նե։ Շատ կարևոր է ամեն մեկը։ Ուխտակնացություններու երթալ առանցին։ Քաշվիլ ընտանիք է, մեկ օրով, մեկ շաբաթով, 3 օրով գապ չունի։ Քաշվիլ նույնիսկ ընտանիքիդ հետ։ Եթե ընտանիքիդ մեջ հարց կա, դու քաշվիս ու գիտես, որ ինչ հարցեր կան, որ սատանան բերած է։ Որտեւ երբ որ գքաշվիս եւ գմորնաս հերախոս, աշխարհ ամեն ինչ, անոնք որոնք եդս միորյա ուխտակնացության գուքան, եւ իսկապես ուխտակնացության տածքին հերախոս եւ այն ամեն ինչ մեկ կողմ գտնեն, գքիտնան գանթաթարնան, որ ինչ թերություններ ունին, ինչ սխալներ կան իրենց ընտանիքներու մեջ, ինչ դգարություններ կան, որոնց վրա պետք է աշխատին։ Հետևաբար քաշվիլ եւ հերույեն դիդելը սիրելներ մեզի առարգայորեն ցույց կտա թե ինչեր գբադային։ Եվ տեսեք, երբ որ Հովանես Արաքյալը անաբադ դարվեցավ հրեշտակի կողմէ, գսե, դեսա գինը նստած էր գարմիր քազանիմը վրա։ Հետաքրքրական է սիրելներ։ Անաբադի մեջ Հովանես Արաքյալ գտեսնե գինը, որ նստած էր գարմիր քազանին վրա։ Ասիկա այն նույն գինն էր, որ հիմա հոստերը նստած է ինչի վրա, քազանի վրա, հիմա գտարդամ ով է քազանը, բայց այսիկա նույն գինն էր, որ առաջին համարի մեջ տեսած էինք, որ նստած էր ինչի վրա, շատ ճուրերու վրա։ Եվ գիշեք անցնող շաբաթ բացատրեցի ինչ կնշանակե ճուրեր։ Ժողովուրդներ, լեզուներ, ազգեր։ Ուրեմն այս գինը նստած էր ժողովուրդներու վրա, ազգերու վրա, լեզուներու վրա, ցեղերու վրա։ Եվ հիմա այս նույն գինը նստած է որու վրա։ Քազանի վրա։ Ով է քազանը։ Քազանը սիրելիներ ներն է, այսինքն Հագաքրիստոսը սատանային թիվ 1 կործագիծը։
Եվ նստիր վրան, գիտեք ինչ կնշանակե։ Միությունը, իր միությունը Քազանին հետ, որ իր ամբողջ իշխանությունը, իր ամբողջ սնունդը որ մեկ առնե Քազանեն։ Իր ամբողջ թույնը, բղծությունը Քազանեն գառնե եւ կփոխանցե որոնց ժողովուրդներուն։ Անոր համար բոլոր թագավորները, բոլոր մարդիկ անոր հրամցուցած քինիով ինչ եղան։ Քինովցան։ Ով դվավ այդ քինին այս գնոջ։ Քազանը։ Քազանի մասին սիրելներ մենք խոսեցանք եւ որ 10-րդ գլուխը սերդեցինք։ Բիդիչի որնակ հայտնություն ովանու կրկին սիրելներ ամենեն կարևոր գեդը որ խորհրդանիշները չմոռնակ։ Դեսանք այնադեն որ ծովեն Քազան ելավ եւ այդ Քազանը քիչ մվերջ պիտի տեսնենք այս նույն համարի մեջ վերջին դողը որ 7 ուրեմն գլուխներ ունի եւ 10 եղջյուրներ եւ այլն եւ այդ ժամանակ բացատրեցի որ ցեզի այս Քազանը քալիք աբակային քալիք Հագա Քրիստոսն է Հագա Քրիստոսը սիրելներ ոչ միայն այն ուժն է որ պիտի հագարագի Քրիստոսի այլ այն ուժն է որ ինքզինք պիտի տնե որու դեր Քրիստոսի դեր այսինքն գոչվի Հագա Քրիստոս կամ Սուդ Քրիստոս խապելու համար մարդիկը չմոռնաք սիրելներ եւ հիմա պիտի տեսնենք զանազան խորհրդանիշներ որ ինչպես այս Քազանը գնոջ միջոցով սիրելիներ գխապե մարդիկը եւ տեսեք Քազանը որովհետեւ սիրելիներ Քազանի պես պիտի մարդիկ ուդե, մարդոց հոգին ուդե, բայց նաև գին է, բորնիկ գին է, որդև պիտի խապե։ Եվ հետաքրքրական է սիրելիներ, որ գինը ըսի որ գխորհրդանշե քաղաքը։ Քազանը, որ Հագա Քրիստոսը, որ հայտնվի, հետս եղեք, որովհետև շատ կարևոր է, որ հասկնաք։ Հագա Քրիստոսը, սուդ Մեսիան, սուդ Քրիստոսը, որ պիտի հայտնվի, որ քաղաքի մեջ պիտի կա։ Երուսաղեմ։ Ահա սիրելիներ գինը, որ գխորհրդանշե Երուսաղեմը նաև, Հովանես Արաքյալի ժամանակ գխորհրդանշեր սիրելիներ Հռոմը եւ նոր ժամանակներում պիտի խորհրդանշե Երուսաղեմը կամ սինագոգը, հրեական սինագոգը, որուն մեջ պիտի նստի, պիտի բազմի ով ները սատանան։ Սիրելիներ այսօր ամեն ինչ կնեն հրեաները, որբեսի իրենց մեսիան աշխարհ բերեն, ծաղրելով մեր մեսիան։ Դեսակ սիրելիներ քանի որ առաջ հրեա զինվորը ինչ երավ Լիբանանի եկեղեցվո ուրեմն թուրին դիմաց Քրիստոսի խաչը վարգախեց Քրիստոսը խաչված Քրիստոսը եւ ցերկի գացինով Հիսուսին գլուխը գդրեց Սիրելիներ իրենք ամեն ինչ պիտենեն եւ ամեն ինչ կնեն զաղրելու համար Հիսուսը ինչու որովհետեւ չմոռնանք հրեային համար Հիսուս սիրելիներ մեղա Աստծո փերանս չորնար բայց գուզեմ ասել որ գիտնակ հրեաները գսեն Աստվածամոր համար որ Աստվածամայրը բորնիկ անարակ գիներ, որ քախնի հարաբերություն ունեցավ հռոմեացի զինվորի հետ եւ անգետ ծնավ Հովսեփ Հիսուսը եւ Հովսեփը գոդոշավոր մեկ եղավ որտեքրեց Հիսուսը եւ ահա Հիսուսը հետեւաբար անարագի զավակ է այդպես սիրելներ գկարոզեն իրենց ազգին մեջ Չգարձեք, որ հրյան օրմը պարեգամ գլա քրիստոնյանուն, չգարձեք, ծավի սիրտ, սիոնիստական, փողոքական, ամերիկացի խումբերն են, որ ամեն ինչ կնեն, որ նույնապես օգնության հասնին Հրեաստանին, որբեսի մեսիան կա, բայց որ մեսիան, մենք միան մեկ մեսիա կջանչնանք, հավիտենական մեսիան, և այդ մեսիան Հիսուս Քրիստոսն է, ուրիշ մեկը չգա, Իսկ այն մեսիան որ պիտի կա
հրյաներու սպասած մեսիան, որ իրականության մեջ քաղաքական մեսիա պիտի լա, որովհետև զորություն պիտի բերի աշխարհի վրա, ուրիշ մեսիա պիտի չլա, եթե ոչ սուտ Քրիստոսը, Հագա Քրիստոսը, եւ այդ Հագա Քրիստոսն է, որը հավասիկ սիրելիներ, պիտի այդ գնոջ առաջնորդ է, իսկ գինը այս բարակային հոգևոր իմաստով Երուսաղեմը պիտի լա։ Եվ տեսեք, այս գինը ինչ կույն հակած էր, գարմիր։ Գարմիրը ինչի խորհրդանիշ է։ Պատերազմի, աբրիկ, ուրիշ, արյունի, աբրիկ, արյունի, ուրիշ։ Եվ որ 13-րդ գլուխը գսերդեինք, տեսանք, որ գինը, լույս հակած, արև հակած գինը, հղի էր, զավակ պիտի ձնիր, եւ հանգարց Հովանես Սարակյալ տեսավ ուրիշ տեսիլքմը, տեսավ վիշաբը։ Վիշաբը ինչ կույն էր, հրեղեն, գարմիր, գրակ, ինչի խորհրդանիշ է, պատերազմի եւ նաեւ սիրելներ մեղքի։ Հիշեցեք, Եսայի մարգարեի առաջին գլխու 18-րդ համարի մեջ Աստված գսե. Եթե ծեր մեղքերը բարձր, ինչ? Գարմիր են, ես ինչի պես ասլի նման ինչ կդարձնեմ? Սպիտակ։ Եթե ծեր մեղքերը կշարունակի Աստված, որթան գարմիրի պես գրգնակի գարմիր են, ես սույնի նման սպիտակ կդարձնեմ, ջերմակ կդարձնեմ։ Ուրեմն գարմիրը եւ պատերազմի խորհրդանիշ է, եւ սիրելիներ արյուն թափելու խորհրդանիշ է, արյունը սինք, եւ նաեւ մեղքի հիմա վիշաբը որ գարմիր էր, վիշաբին առաջին կործագիծը, այսինքն կազանը ինչ կույն է, գարմիր, որովհետեւ երբ որ 6-րդ համարը սերդելու հասնենք, գիտեք ինչ կսե 6-րդ համարը, նայեցեք։ Դեսա որ այդ գինը քինովցած էր Աստուծո ընտրյալներուն եւ Հիսուսի վկաներուն արյունով։ Քինովցած էր ինչով? Մարտիրոսներու արյունով։ Այսինքն այս կազանը պիտի թափե որոնց արյունը։ Ամմեղ մարդոց արյունը, քրիստոնյաներու արյունը։ Եվ այս կազանը սիրելիներ որ գարմիր է, պատերազմի կազան պիտի լա։ Ինքը աշխարհը պիտի կա, ինչ անունի դակ, խաղաղության անունի դակ, որ խաղաղություն պիտի բերե։ Սկիզբը խաղաղություն պիտի բերե։ Սիրելներ աշխարհի վրա պատերազմները պիտի չթատրին։ Հիսուս հիշեցեք, Մատթեոսի ավետարանի 24-րդ գլխու մեջ Հիսուս ինչ ասավ. աշխարհի մեջ պիտի լսեք ինչերու ցայնը, պատերազմներու ցայնը, ազգերու թեմ պիտի լեն, թակավորություններու թեմ, սով, սրածություն, ամեն դեղ այս բոլորը պիտի բադային։ Եվ այս բոլորը սկիզբն են ինչի, երկունքի, երգանց, չէ՞։ Եվ սիրելիներ, այնքան պատերազմները պիտի շատնան եւ տեսեք, այսօր այդ բոլոր նշանները ավելի կբադային։ Այնքան պատերազմները պիտի շատնան մասնավոր, որբեսի պատրաստեն որու կալուստը, կազանին, ներին, այո աբրիկ, այս առաջին կազանին, ներին կալուստը, որբեսի այս կազանը ամբողջ աշխարհի թագավորները իրեն ենթարկե եւ ինք ինչ հայտարարե խաղաղություն, բայց այդ խաղաղությունը ճշմարիտ խաղաղություն է, այդ խաղաղությունը մնայուն խաղաղություն է, ոչ, այդ խաղաղությունը ժամանակավոր խաղաղություն է, եւ այդ խաղաղության անունին դակ մարդոց վստահությունը պիտի շահի, եւ սիրելիներ այստեղ գինը նաեւ գխորհրդանշ է, ասալ իմացեք, գրոնական սուտ համագարքը թրույթը, որ պիտի ստեղծես սատանան, որովհետև գրոնքի միջոցով ավելի հեշտ է մարդիկը բերել սատանային երկրպագելու։ Ճիշտ է, գրոնքի միջոցով։ Տեսեք ինչպես սիրելիներ այսօր քրիստոնյաները կհամտուրժեն օրինակ, որ իրենց գրոնավորը միասերականը լա։ Ինչպես կհամտուրժեն սիրելիներ, որ իրենց եպիսկոպոսը եպիսկոպոսուհի լա։ Ինչպես կհամտուրժեն, որ իրենց գրոնավորը մանկաբիղձը լա։ Ինչպես կհամտուրժեն, որովհետև աշխարհը պատրաստեց այդպիսի մարդիկ եւ մարդոց մեջ ալ բերավ այն խաղապարը, որ ասոնք բնական բաներ են,
Եմ սիրելիներ դժբախտաբար թուրը բացին ինչի մեղքին։ Նախքին բաբը Ֆրանսիս բաբը Todos կբորար, այսինքն ամենքը գրնան եկեղեցիկալ եւ սիրելիներ թուրերը բացին Սուրբ Պետրոս մայր դաջարի մեջ գիտեք ովքեր մցուցին տրոշակներով գեյերը միասերականները ինչ տրոշակներով ձիածանի բայց գիտեք որ դուք սիրելիներ ձիածանը երբ տվավ Աստված ձիածանը տվավ չրհեղեղեն յետք ճիշտ է որպես ինչ որպես ուխտի նշան որ այլևս Աստված շուրով պիտի չբաժի աշխարհը մեղավոր էր աշխարհը նույն մեղքերու մեջ կա բրեր Աստված չրեղեղով չնչեց ձիածանը տվավ եւ ձիածանը քանի կույն է 7 կույն 7 կույնը 7 թիվը խորտանիշի ինչի գադարերության Աստված գադարյալ ուխտերավ բայց տեսեք այսօր միասերականներուն ձիածանը սիրելներ Աստուծո ձիածանեն գդարբերի քանի մպաներով առաջին հերթին 7 թիվին դիմաց միասերականներուն ձիածանը 6 է 6-ը որու թիվ է սուրբ գիրքի մեջ սատանային 10-րդ գլխու մեջ հայտնության գիտենք որ սատանան 3 անգամ ինչ է 6 է հետևաբար տեսեք սիրելներ ասոնք ուրիշ մեկը չեն եթե ոչ սատանայի տրոշակը առաջ տանող երկրորդ Աստուծո ձիածանը քույները թեպի ամենեն քեղեցիկեն մինչև ամենեն բացը բայցարը կբացվի չէ իսկ միասերականներուն ձիածանի տրոշակը թեպի կոծկույն գերտա թեպի խավարը գերտա ոչ թեպի լույսը գերտա եւ սիրելիներ հիշեցեք Աստուծո ձիածանը մեղքը քանի որ չնչեց եւ Աստված այլևս ուխտրա որ պիտի ճուրով չբաժե բայց ասոնք մեղքի տրոշակ դարձուցած են ձիածանը բայց չեն գիտել որ Աստված թեև ճուրով պիտի չսպաննե զանոնք սակայն Աստված ինչով պիտի սպաննե գրագել իջի մեջ պիտի նետե եւ սիրելիներ միասերականները չեն միա մեղավորները բոլոր քրիստոնյաները որոնք Աստուծո ջամփու մեջ չեն գալու Աստուծո գամքին հակառակ կգործեն հավասար են իրենց չեսենք մեր մատի իրենց վրա ցույց տանք մնացյալ մատերը մեզ ուղղված լան մենք մեզ կնենք բայց այս բոլորը սիրելիներ պատրաստություն են որ Վատիկանի թերներն ապացեցան եւ գիտեք ինչու համար Վատիկանի ինչու համար կաթոլիկ աշխարհին որովհետեւ սիրելիներ կաթոլիկ աշխարհը քրիստոնյա աշխարհի մեջ ամենամեծ թիվը կներկայացնե ամենամեծ 1.5 բիլիոն ժողովուրդ կաթոլիկ են սատանան հավասիկ այդեր եթե մտնե հսկա մեծ խումբով մեղքի գարաչնորդ է գողորձանե ահա սիրելիներ տեսեք որ այս գարմիր կազանը ճիշտ նման է իր բաբային ով է իր բաբան սատանային նման է սատանան գարմիր է ինքը գարմիր է իր վրա նստող գիննալ սիրելիներ գարմիր պիտի պաշնե ինչ պիտի պաշնե գիտեք մեղքի պաշակը քիչ մվերջ միննային հաջորդ համարի մեջ մեղքի պաշակ շատ լավ ուրեմն գարմիր կազանի վրա նստած էր եւ ծածկված էր ինչ անուններով հայհոյալից անուն գիտեք ինչ կնշանակե Սիրելներ որովհետև բանի ժամանակ Հովանես Սարակյալի ժամանակ այս քաղաքը այս գինը խորտանշեր այս բորնիկ գինը խորտանշեր ինչը Հռոմի քաղաքը եւ Հռոմի մեջ սիրելներ գայստերը ինչ բարդատրած էին իրենց հպատակներուն որ անպայմանորեն գայսերական պաշտամունք կատարեն հա բացի չաստվածներեն պաշտեն նաեւ զիրենք որպես ինչ Աստված փրկիչ դեր ահա սիրելիներ հիմա ավելի լավ գացնակ որ ինչու համար հազարավոր քրիստոնյաներ նահատակվեցան ինչու որովհետև երբ որ գբարդատրվեին հռոմեական գայսրության մեջ գտնվող բոլոր հպատակներուն որ գայսը պաշտեն երկրբակեն գայսին որպես Աստված փրկիչ դեր անոնք գմերժեին քրիստոնյաները ինչ ասելու համար մենք հնազանդ քաղաքացի ենք ինչ որ գուզեք կնենք բայց
գայսը չենք բաշտեր որպես դեր Աստված բրգիչ ինչու, որտեղ մենք մեկ Աստված կճանչնանք, մեկ դեր կճանչնանք, մեկ բրգիչ կճանչնանք, եւ անիգա Հիսուս Նազովրեցին է։ Հիսուս բրգիչն է։ Ահա անոր համար է որ գնահատակվեին։ Եվ սիրելիները հավասիկ այս հայոյալից անունները, ճիշտ այդ անուններն են, հիշեցեք, երկրորդ Թեսաղոնիկեցիս նամակի մեջ կարդացեր ենք, քանի անգամներ։ Երկրորդ գլխու մեջ գսե Պողոս Արաքյալը, որ շար օրերը պիտի կանային ժամանակ եւ որ մեջտեղ կա անօրենության մարնացում եղող այս անօրենը եւ պիտի հագարակի ամեն Աստված գոչվածներուն եւ պիտի նստի դաջարի մեջ ու ինքզինք պիտի հայտարարե ինչ որպես Աստված։ Ով որ ինքզինք որպես Աստված գհայտարարե, անիգա Աստուծո թեմ ինչ ըրած գլա հայհոյություն։ Հիշեցեք Հիսուսի ինչ պատահեցավ։ Քահանայապետը հարցուց Հիսուսին. «Տունես գենթանի Աստուծո որդին» եւ Հիսուս սավ ահա տունգսես։ Ես եմ։ Եվ դու պիտի տեսնեք ամենքը, որ մարդու որդին փաստված իր հորը փառքով պիտի կա։ Եվ ինչ ըրավ քահանայապետը։ Իր վերարգուն բادرեց։ Ըսա որ ինչ պետք է այլևս վգաներու։ Ահա վասիկ ինչ ըրավ հայոյեց։ Դեսեք սիրելիներ, դեսեք աշխարհին աղդոդությունը, բղծությունը դեսեք։ Ճշմարիտ Աստված գահայտարարե որ ինք Աստված է եւ զինք չեն ընդունիր, հայոյիչ կհամարեն, ները որ պիտի կա ինքզինք եւ որ ինքը սուտ Աստվածն է, ինքզինք Աստված պիտի հայտարարե եւ մարդիկ պիտի հավատան ընդունին։ Դեսեք սիրելիներ աշխարհի ներհակ այս բղծությունը։ Դեսեք աշխարհը սիրելիներ այսպես է սուդին ճշմարիտ կսե, ճշմարիտին սուտ կսե։ Անոր համար Աստված մարգարեին բերնով գսե ինքը դագարանին, վայ անոր, որ լույսին խավար գսե, խավարին լույս գսե, սուդին ճշմարիտ գսե, ճշմարիտին սուտ գսե, վայ անոր։ Ինչու? Որովհետև սիրելիներ ամեն ինչ Աստուծո հագարակ գործած կլան։ Եվ այս քազանը ինքզինք Աստված հայտարարելով հայոյած միդլա Աստուծո թեմ։ Շատ լավ, վերջին դողը քազանը որ դեսա 7 գլուխ եւ 10 եղջյուր ուներ։ 7 գլուխ, երևակայեցեք քազանը 7 գլխանի։ Oh my God, արդեն սարսափելի է, չէ՞, մտածելը։ Եվ 10 հատ եղջյուր, եղջյուրը գիտեք ինչ է, չէ՞, գոդոշ։ Գոդոշը սիրելիներ եղջյուրը, այսալ տեխնիկ բացատրություն է, Սուրբ Գիրքի մեջ գոդոշը, եղջյուրը խորհրդանիշ է զորության։ Իսկ գլուխը խորհրդանիշ է թագավորության։ Եվ որ գսե 7 գլուխ ունի, ոչ թե սիրելիներ մեր դիմացը ները բիդիելը, քազանը 7 հատ գլուխ ունի, ասանք բիդիկա մեր դիմացը։ Ոչ, այսինքն 7 թագավորություններու, այսինքն այլ խոսքով գլուխը նաև իմաստություն կգոչվի ճագերդի մեջ, այստեղ աշխարհի իմաստության ինչը բիդելա ները, գլուխը բիդելա։ Ամբողջ գիտությունը իր ցերկին մեջ բիդելա եւ ամբողջ աշխարհի զորությունը, որովհետեւ որ եղջյուրը ինչ խորտանիշ է, զորություն։ Ամբողջ աշխարհի զորությունը իր ցերկի մեջ բիդելա։ Ամբողջ աշխարհի 7-ն որովհետեւ հիշեցեք խորտանիշ է ինչի գադարելության, այսինքն աշխարհային իմաստությունը իր կողմը բիդելա գիտությունը եւ 10-ն խորտանիշ է Սուրբ Գիրքի մեջ ինչի ամբողջության։ Ամբողջական ուժը իր ցերկին մեջ բիդելա։ Սիրելիներ ավելի պիտի չգետրոնամ այս դողին վրա ինչու, որովհետև եւ որ սերվենք 9-րդ համարը եւ 13-րդ համարը հրեշտակը ինք արդեն գբացադրե այս բոլորին մասին եւ հոնդերը ավելի մանրամասն պիտի խոսիմ։ Սիրելիներ, դեսեք, բամության ընթացքին շատ գայստեր եղան, որոնք հալածեցին քրիստոնյաները։ Անոնք բոլորը համարվեցան այս քազանին գլուխները։ Գիտեք որ Նայջիրիայի մեջ սիրելներ անցնող շաբաթ, միայն անցնող շաբաթ
18,000 քրիստոնյա սպանեցին։ Աշխարհը խոսեցավ այդ մասին։ Լսեցիք այդ մասին, որ Նիջերիայի մեջ հազարավոր քրիստոնյաներ սպանեցին։ Ոչ, ամեն օր հազարավոր քրիստոնյա կսպանվին եւ դուք չեք լսեր։ Աշխարհը չի խոսիր։ Ես կհետևեմ այնպիսի լուրիմը, որ աշխարհի մեջ բոլոր վգաներու մասին կխոսի։ Այդ ժամանակ, երբ որ Արցախի պատերազմը գար, այս օդար ընկերությունը նաև աշխարհին լուր գուդար, որ Արցախի մեջ քրիստոնյաներ իրենց հավատքին համար գնահատակվեին։ Բայց աշխարհը լուր է։ Այսօր սիրելիներ, եթե գադու կամ շումը ինա երկու քարի արանքը չրհորիմը ձայրը, համաշխարհային լուրեր։ Մենք ահավասիկ ապրիլ 24-ից շաբաթ ենք։ 1.5 միլիոն մարդ նահատակվեցավ։ Աշխարհը ցայն չանեց։ 1.5 միլիոն մարդ։ Գսեինք, որ այդ ժամանակ դերևս այսպես լրատվական միջոցները տարածված չէին։ Այն 5 տարի առաջ 2020-ին 44 օրյա պատերազմին աշխարհի աչքին մեր մադաղ զավակները մադաղ եղան։ Եվ աշխարհը չխոսեցավ։ Չհավատանք սիրելիներ, որ Եվրոպան այսօր մեզի հետ է, սուդ է, Ամերիկան մեզի հետ է, սուդ է, Ռուսիան մեզի հետ է, սուդ է, աշխարհը մեզի հետ չէ։ Աշխարհը մեզի հետ չէ, աշխարհը քրիստոնյային հետ չէ, մի ավադակ։ Եվ մի խապվիկ այն խապկանքը, որ իրենք ալ քրիստոնյա երկիր են, քրիստոնյա երկիր չեն։ Անայցեք Ուկրաինայի եւ Ռուսաստանի պատերազմը, 4 տարի է պատերազմ է, 4 տարի է պատերազմ է, քրիստոնյա եղբայր երկիրներ։ Եղբայր քույր երկիրներ, մեկ ժողովուրդ իրար կսպանեն, մի ավադակ։ Որտեւ սիրելիներ, ցավի սիրտ աշխարհը թեպի սատանայի պատրաստությունն է որ գերտա։ Եվ ընդունիկ կամ չընդունիկ, վախնակ կամ չվախնակ գապ չունի։ Աչքերնիդ բացեք, այս բոլորը ցեզի խոսին, որբեսի ոչ թե վախնակ, այլ պատրաստ լաք։ Հոգի բաց աչքերով տեսնեք այս բոլորը, բաց աչքերով։ Աշխարհը բիդեսե որ մդիկ մինեք ասանք այս մարդուն, մդիկ մինեք։ Բիդեսե աշխարհը։ Այս մարդուն պես մարդուց մդիկ մինեք։ Իմ գրոնավոր ղեկավարներս շատ մարդոց ասին, որ մենք հայր Բարտեվի պես մարդոց բեք չունին այդպիսի մարդոց, իրավունք ունին, բեք չունին իրենք, որովհետև ան որ ժողովրդին հոգին աչքերը կպանա Աստուծո կմոտեցնե, բեք չունին այն մարդոց, որ գխապեն, բեք ունին այն մարդոց, որ միան պարկի հետևեն են, բեք ունին այն մարդոց, որ ցերկ երկարե, որ միան ցերկերին ամպուրեն, միայն Բեք չունին այն մարդոց, որ Աստուծո ջամփու մեջ կարտնցնեն ժողովուրդը, որովհետև սատանան այնպիսի խմբակներ պատրաստած է ամեն եկեղեցիներու մեջ, ամեն վայրերու մեջ, որ դժբախտաբար ուրիշ բան չէ, եթե ոչ մարդիկ առաջնորդել դեպի գործանումի։ Եվ այստեղ սիրելիներ, այս կազանը եւ այս գինը Կազանին կործակցությամբ, ըսի այս գինը պիտի ելա այն գրոնական սուդ սիրելիներ, համագարկը, թրույթը, որ ժողովուրդը պիտի մոլորության առաջնորդ է։ Անցնող անգամին ըսի, հիմա էլ բարձրացեմ, որ ճշգրիտ չեմ իշեր, պետք է դիտեցի աչքովս, այն Դուբայի մեջ է, Աբու Դաբիի մեջ էր, այն 3 վայրերը, մեկ դեղի մեջ, մեկ հողի վրա, 3 աղոթադեղիներ, քրիստոնյաներուն, իսլամներուն մզգիթ, քրիստոնյաներուն եկեղեցի եւ հրյաներուն սինագոգ եւ գրված է Աբրահամյան հավատք, Abrahamic faith։ Ինչ Abrahamic faith։ Եվ ցավի սիրտ մեր գրոնավորները կմասնակցին, հայ գրոնավոր մասնակցած է դեղի առաջնորդը, որ ինչ։
Եվ ելե խոսի, որ ամենքս ալ մենք նույնն ենք։ Սիրելիներ, Աբրահամը մարդ էր։ Աբրահամը մարդ էր։ Անոր Աբրահամի գեդեվի, Աբրահամը մարդ էր, ուրեմն մարդկայնության գեդեվի։ Մենք սիրելիներ Աբրահամը հավատքով հզոր էր, բայց մենք այս սուտ գոչված Աբրահամյան հավատքի չեն գեդեվիր, մենք գեդևինք մեկ ջամփու, որ ասավ, ես եմ ճանապարհը, ես եմ ճշմարտությունը, ես եմ կյանքը, անոր անունը Հիսուս Քրիստոս է, իր մեզ զատ ուրիշ ճամփա չկա։ Անոր Աբրահամի հավատքի անունին դակ այսպես կմասնակցի այս բոլոր առողջությանց կնշանակե ինք մերժած կլա Հիսուս Քրիստոսը, որ ասավ միայն ինձմով գրնակորս երթալ։ Երբ որ հրյաները Հիսուսի ժամանակ հբարդացան ասին, որ մենք Աբրահամի զավակ ենք, ինչ դու ով ես, դու հյուսնի ադաղցակորձի որդի ես, մենք Աբրահամի զավակ ենք, եւ Հիսուս ինչ ասավ, ես Աբրահամեն առաջ գայի։ Ես Աբրահամեն առաջ գայի։ Աբրահամ ուզեց տեսնել իմ քալու օրս, տեսավ եւ ուրախացավ։ Հետևաբար Աբրահամը Հիսուսի հետևորդ է։ Աբրահամը ոչ թե իսլամ է, ոչ թե հրյա է, այլ Աբրահամը նախքան Քրիստոսի աշխարհակալը քրիստոնյա է։ Ինչու՞։ Որտեղ տեսավ Հիսուսը եւ հետևեցավ Հիսուսին։ Հետևաբար մենք Աբրահամյան հավատքի չենք հետևիր, այլ մենք հետևենք Հիսուս Քրիստոսին։ Ահա սիրելիներ, տեսեք, որ աշխարհը ինչ անունի դակ գուզե միախմբել, ինչ սուտ անուններու դակ, միջ կրոնական հանդիպում, մեր եկեղեցիներու մեջ, մեր եկեղեցի, որ գսեմ միան չեմ ասկնար հայ եկեղեցի, այլ օրթոդոքս եկեղեցիներու մեջ, կաթոլիկ եկեղեցիներու մեջ, փողոքական եկեղեցիներու մեջ, կամ Քրիստոսի եկեղեցի մեջ երկրի վրա, ներս կմտնեն հիմա հինդուները, սիխերը, բուդդաները, չինուչմաչիները, ինչքան հրյաները, իսլամները եւ միասին ներսը էկումենիկ արարողություն կգադարեն։ Եվ այս միսով գուրանանք սիրելիներ Հիսուսի բադվերը, որ ասավ կացեք եւ ամբողջ աշխարհը ինձ աշակերտ դարձուցեք։ Տեսեք սիրելիներ, եւ գրոնավորները իրենց հոդի անդամներուն գսեն ժողովուրդ ծեր ցավը դանեմ այսինչ օրը էկումենիկ հանդիպում ունին գուզենք որ ամենքը տալքակ եւ կաչալերեք որբեսի օդարներ տեսնեն որ մենք ալ մասնակցենք մի մասնակցիկ ծեր մասնակցությունը թավաջանություն է հոգեվոր բորոնգություն է Աստուծո նկատմամբ հոգեվոր բորոնգություն որտեղ ով որ գլկե ճշմարիտ Աստված բաշխությունը եւ այսպես խապվելով նույնիսկ իր գրոնավորներեն կմասնակցի այսպիսի արարողությանց հոգեվոր շնացող է հաջորդ համարը գինը ձիրանի եւ գարմիր հակուստ հակաձեր եւ զարդարված ոսկիով, մարգարիտներով եւ թանկագին քարերով։ Ցերքին ուներ ոսկի կավատը, որ լեցուն էր քարշելի բաներով, բորոնգության աղդոդություններով։ Տեսեք սիրելիներ այս գինը, բորնիկ գինը, որ թե քաղաքն է սիրելիներ, թե նաեւ հոգեվոր գրոնական սուդ գազագերբություն է համագարկ է, բայց նայեցեք ինչպես կներկայանա, ոչ թե թափթփած ոչ թե աղկադիկ, այլ ինչպես ձիրանի եւ գարմիր հակուստ հակած չմոռնաք առաջին թարուն Հովանես Արաքյալը որ այս կգրեր ով գարմիր գրնար հակվիլ սովորական ժողովուրդը գրնար գարմիր հակվիլ գարմիր հակվիլը սիրելիներ հարստության ազնվականության խորհրդանիշ էր շատ դժվար էր գարմիր հակուստ ունենալը ազնվականներուն իշխաններուն համար ուր մնաց ժողովուրդին ժողովուրդը ստրուկ էր ժողովուրդ հակուս չուներ փոբիկ էր հետևաբար նայեցեք այս գինը ձիրանի եւ գարմիր հակուստակած էր թակաբորական խորհրդանիշ նաեւ սիրելներ գայսիրական խորհրդանիշ ինչու որովհետեւ
Հռոմի գայսրերը եւ իրեն սենատը ինչ կույն գակվեին։ Ձիրանի, Գարմիր նաեւ։ Հետևաբար այստեղ Հովանես Սարակյալ ցույց կտա, որ այս գինը իր ժամանակ որ քաղաքներ Հռոմներ, բայց այսօր սիրելիներ այս քաղաքը բիղծ համագարկն է, որ սատանան պիտի պատրաստե։ Եվ հետաքրքրական է սիրելիներ, որ այս գինը ոչ միայն Ձիրանի եւ Գարմիր հագուստ հագած էր, այլ նաեւ ինչով զարդարված էր։ Ոսկիով, մարգարիտներով, թանկագին քարերով, այսինքն տեսեք իր այստեղ ինչը ցույց կտա այս բորնի կնոջ, իր ընկերային բարձր թիրքը, հարստությունը, ոսկիով, մարգարիտներով, քարերով զարդարված։ Եվ սիրելիներ, երևակայեցեք, որ գինը այսպես Գարմիր, Ձիրանի հագած, ոսկիներ, մարգարիտներ, թանկագին քարեր, հետևաբար ինչ կլար, գշողշողար։ Եվ իր այս շողշողացումը ուր էր, արդակնաբես։ Եվ այս գինը գահագատրվեր այն գնոջ, որում մասին քիչ առաջ շատ խոսեցանք, 13-րդ գլխի մեջ խոսած ենք, Աստվածամայրը, կամ Քրիստոսի եկեղեցի խորհրդանշող գինը, որ 13-րդ գլխի մեջ տեսանք, այդ գինը, այդ գնոջ փայլքը ինչ էր, արևու պես կփայլեր, այդ գնոջ փայլքը ուրգե գուքար, ներսեմ գուքար, միշտ սուրբերուն պատկերները տեսնեք սիրելներ, սուրբերուն պատկերներուն վրա ինչ կա, լուսաբսակ կա, այդ լուսաբսակ ուրգե գուքա, ներսեն գջարակայթ է, ոչ թե սիրելներ այսօրվան պես, որ մարդիկ զանազան տեսակի, օրինակ, արհեստական կորձողություններ գնեն, որբեսի փայլին, իրենց թեմքերը եւ այլն կքաշքշեն, որբեսի փայլին։ Ինչ կուզե գրեք իմոկշա դիգա, բայց ես սեզիսեմ։ Այստեղը սիրելներ, այս գինը, այս գնոջ փառքը, ճագերդի մեջ փառքը, արդակին է, ներքին չէ։ Ներքին չէ։ Եվ սիրելիներ, տեսեք, Գարմիր հագնիլը հետաքրքրական է։ Սուրբ Գիրքի մեջ նաև մարգարեական քրագանության մեջ գիտեք նաև ովքեր գակվեին Գարմիրները, ոչ միայն թագավորները եւ ազնվականները, այլ հարուստ անարակ գիները։ Գիտեք ինչու համար, որբեսի այդ դեսկով ինչն էին, քրավեին, հեզապել այդպիսին էր։ Եվ Երեմիայի մարգարեի 4-րդ գլխի 30-րդ համարի մեջ Աստված սիրելներ Երուսաղեմի գսե։ Գիտեք ինչ գսե Երուսաղեմի։ Երուսաղեմին գսե որ թուն բորնի կնոջ պես եղար, Գարմիր հագվեցար։ Նայեցեք ինչ գսե։ Երեմիա 4-րդ գլուխ 30-րդ համար։ Ով թուն, ով ավերված, ինչ պիտի ընես։ Երուսաղեմի է որ գսե Աստված։ Թեև Գարմիրներ հագնես Եվ քեզ ոսկի զարդերով զարդարես ու աչքերուդ վրա շատ ծառույրալ տնես, yani մասխարայալ քսես, մասխարա գսեն չէ, մասխարա քսես թե մասխարա գլաս, չէ, նույնն է։ Բարապ դեղը պիտի ելա գսի Աստված, այդ բոլորը բարապ դեղը պիտի ելա։ Քու հոմանիները, քեզ սիրողները, այսինքն, քեզ մերժեցին եւ քու անցդ գփնդրեն, յան քեզ պիտի սպանեն։ Գիտեք ինչ պիտի լա սիրելիներ, երբ որ հասնենք 16-րդ համարի սերդողության։ Այս քազանը, որ 7 գլուխ ուներ եւ 10 եղջյուր, անոնք պիտի միանան իրարու եւ գիտեք որուն պիտի ուդեն, որուն պիտի ավրեն աշխարհի երեսեն։ Որնիկ կնոջ։ Այսինքն Գրոնական սուտ համագարկին պիտի չնչեն աշխարհի երեսեն։ Գիտեք ինչու։ Որովհետև սատանան ները պիտի օգտագործե գրոնքը, որբեսի մարդիկ իրեն միախմբե, եւ այդ գրոնքը սիրելներ խառնված գրոնք պիտի լա։ Քրիստոնեություն, հեթանոսություն, իսլամություն, հրեություն խառնված գրոնք պիտի օգտագործե ները, պիտի համախմբե բոլոր ժողովուրդները, վերջը ները ինքը այդ գրոնական համագարկը ինչ պիտի նե։ Պիտի վերացնե Որտեղ ները իրեն մրցակից չուզե։ Ները գուզե որ ամեն մարդ բաշտեն որու իրեն զինք։ 16-րդ համարի մեջ պիտի տեսնենք
որ քազանը եւ 7 գլուխները թակավորները այսինքն պիտի ուդեն միսը այս որնիկ կնոջ։ Սիրելներ աշխարհը շատ աղդոտ է, չափազանց։ Եվ այս աշխարհի այն քաղաքները, որ այսօր սիրելներ գհբարդանան իրենց շքեղությամբ, իրենց վաճառականությամբ, իրենց հարստությամբ, իրենց բնական հարստությամբ եւ այլն, որ պիտի կա որ ինչ պիտի լան, պիտի գործանին, պիտի աբերվին։ Ինչպես որ սիրելներ Աստված Դյուրոսը աբերեց։ Դյուրոսը հին ժամանակվա Փյունիգեն էր, սուրներ, սայդասուրներ, լիբանաններ։ Գիտեք ինչու համար, որովհետև եթե գարտակ Եզեգելի մարգարեի 28-րդ գլուխը, 27 եւ 28 գլուխները, պիտի տեսնեք, որ Դյուրոսն ալ ինքն ալ թանկագին քարերով զարդարված էր, սարճյոնով, հասպիսով, մարգարիտներով, ոսկիով եւ այլն, եւ հբարդացած էր, ինչու հբարդացած էր, իր վաճառականությամբ, իր իմաստությամբ հբարդացած էր եւ Աստված քանթեց։ Սիրելի քույրեր եղբայրներ, տեսեք բացմության մեջ որ մեծ քաղաքները, որ գլուխ բարձրացուցած են, բացմության ընթացքին ինչ եղած են, քանթված են։ Գիտեք հռոմեական կայսրությունը քանի թար աշխարհի վրա մնաց։ Մոտավորապես 800 տարի։ Գիտեք հռոմեական կայսրությունը ով ինչ են քանթվեցավ։ Ոչ թե բարթևները եկան կամ ուրիշ զորքեր եկան քանթեցին հռոմեական կայսրությունը։ Ներսեն քանթվեցավ։ Գիտեք ինչու համար։ Անփարոյության պատճառով, անարագության պատճառով։ Գիտեք որ հեթանոսության մեջը սիրելիներ գրաբաշխություն կար, չէ՞։ Եվ գրաբաշխության մաս կգազմեր, գիտեք ինչը, բորոնգությունը։ Օրինակ, չաստված մեհյանները ունեին իրենց բորնիկները, օրինակ Եփեսոսի մեջ 1000 բորնիկ կար, բարդավոր էին մարդիկ, եթե մարդիկ գուզեին, որ աստվածները իրենց աղոտները լսել, պետք է մեհյանի բորնիկ գիներուն հետ անարագություն ունեին, որ իրենց զոհը ընդունվեր։ Այդքան բղձություն կար։ Այսօր սատանայաբաշներ կան աշխարհի մեջ, գիտեք, սատանայաբաշներ։ Սատանայաբաշտության առավոտյան ընթացքին գիտեք ինչ կկատարվին։ Բորոնգություն, անարագություն, խմբագային, անհատական, միասերականներու եւ ամեն տեսակ։ Եվ այսպիսի ֆիլմեր կան, հա։ Այս Էպստինի հարցերը, որ մեջտեղ ելան, ինչ են։ Այդ բոլորն են սիրելներ, այդ բոլորն են։ Մորմոնները դեր ուրիշ ավելի բղձալից, որ մորմոնները քրիստոնյան ունի դակ իսլամներն են։ Ամեն տեսակ բղձություն գործող։ Սիրելներ, այս բոլորը դեսեք որու ցերկով է, այս գնոջ ցերկով։ Գինը ձիրանի եւ գարմիր հակած էր եւ զարդարված էր մարգարիտներով թանկագին քարերով, չէ՞։ Հիմա վերջին դողն այցեք։ Անցնինք։ Հաջորդ դողը դեսեք ինչ կսե, ցերկին, այս գինը ցերկին ուներ ինչ։ Ոսկի է կավատմը, որ լեցուն էր ինչով քարշելի բաներով եւ բորոնգության աղդոդություններով։ Ժողովուրդ ցերկին ինչ կար։ Ոսկի փաժակ, ոսկի կավատ։ Եվ ոսկի կավատ եւ որ դուք երույեն տեսնեք, ինչ կսեք։ Վաու, չէ՞, վաու։ Բայց ներսը ինչ կա։ Ներսն է կարևորը։ Հիսուս սիրելիներ, երբ որ գխոսեր փարիսեցիներուն եւ քահանաներուն, ինչը սավ իրենց, գարտացեք Մատթեոսի ավետարանի 20-րդ գլուխը վայերու գլուխն է, 25-26 համարները գարտամ, նայեցեք ինչը սավ Հիսուս, վայ ցեզի գեղձավորներ, օրենքի ուսուցիչներ եւ փարիսեցիներ, որ բնագին եւ կավատին արդակինը գմակրեք, մինչ գիտեք թե ներսիտին եղող ուդելիքն ու խմելիքը ինչ հապշտակությամբ եւ աղդեղությամբ ցերկ վերացեք։ Գույր փարիսեցի, նախ կավատին եւ բնագին ներսը մակրե, այսպիսով դուրսնալ մաքուր գլա։ Այս բորնիկինը իր ցերկին բռնած է ոսկի փաժակ,
Եվ հետաքրքրական է սիրելիներ, որ այս բաժակը գրոնական իմաստ ունի այս ուրեմն նյութին մեջը, որովհետև հունարենով բաժակին փոթերիոն գսեն, եւ փոթերիոնը Սուրբ Գիրքի մեջ գիտեք ինչ է, սգի է, Հիսուս միշտ հիշեցեք, Սգի, Սուրբ Սգի, որ հաղորդությունը մեջ գտնեն, հաղորդություն կփաշխեն գրոնավորներ։ Բաժակը եկեղեցու մեջ Սուրբ Սգիը։ Հիշեցեք, որ սիրելիներ, Սատանան իր գործագիծներով միշտ ինքզին կնմանագե, կոպի գնե, որու Հիսուսի, Սուրբ Երորդության։ Սատանան Գլխավոր Սատանան կնմանագե ինքզինք Հայր Աստուծո, ները ինքզինք պիտի նմանագե Հիսուսին, եւ երկրորդ կազանը Սուրբ Մարգարեն պիտի նմանագե ինքզինքը Սուրբ Հոգին։ Հիմա Հիսուս վերջին ընթրիկի ժամանակին չրավ, հացը արավ, փաշխեց, ըսավ արեք երեգաց մարմինս է, սգի արավ, բաժակ արավ, եւ դվա, ըսավ արեք խմեցեք ասիգա, ծեր մեղքերու թողության համար է։ Դեսեք այստեղ գնմանագե ները, գնմանագե, ծերքի մեջ ինչ կա, սգի կա, բաժակ կա, մինչդեռ սիրելիներ Հիսուսի դված բաժակը մեղքերու թողություն է, այս քազանին կամ գնոջ դված բաժակը մեղքեր են, քարշելի բաներ, քարշելի Սուրբ Գիրքի մեջ գիտեք ինչ կնշանակե, օրինակ 5 դագարանի մեջ գներեք, բայց գանանց թաշտանի բիրց բաները, գդորները քարշելի կգոչվեին։ Եվ ավելին սակայն, հրյաները սիրելիներ քարշելի բառով, ոչ թե քարշելին որպես արձագան, այլ որպես քոյական կգործածեին, ինչու։ Հրյաները ինչպես որ Աստուծո անունը, որպեսզի մշտապես չդային իրենց բերնի մեջ, ուրիշ բաներ կսեին Աստուծո համար, օրինակ կգործածեին երկինք կամ դեր բառերը, Էլոհիմ, Աստված անուն չէին գործածեր, որպեսզի Ադոնայ գսեին, որպեսզի հանգարց մեղքի մեջ չնային։ Նույնպես հրյաները սիրելիներ քարշելի գսեին, գիտեք ինչ բաներուն, գուրքերուն, գրաբաշխության։ Հետևաբար փոխանակ գսեին գուրքեր, գսեին քարշելի բաներ։ Ուրեմն այս ները, որ աշխարհը իր ցերկին հրամցնելիք բաժակը քարշելի բաներ որ գսե, ինչ պիտի հրամցնի աշխարհին, գրաբաշխություն, սատանայաբաշխություն։ Եվ հաջորդ դողնալ արդեն ինչ գսե, եւ բորոնգության աղդոդություններ։ Ինչ է բորոնգության աղդոդությունը, քիչ առաջ հիշեցեք, հոգևոր բորոնգության մասին է, լքել ճշմարիտ աստվածբաշխությունը եւ բաշխել սուտ աստվածներ, հեթանոսություններ։ Գիշեք, ես ամեն 5 շաբթի օր, գիտեք որ իմ ամենօրյա պատգամներուց մեջ 5 շաբթի օրերը հատկացած եմ աղանդավորներուն թեմ խոսիմ եւ հոգևոր աստվածապահություն խոսիմ։ Ամիսներ առաջ խոսեցա Հայաստանի մեջ երկու գիներու մասին, որոնք հեթանոսություն կբերեին։ Լիլիթի եւ Քուարի մասին։ Հիշեցիք, թող հիմա լսեն, որովհետեւ գլսեն իրենք ինձի։ Եվ շատ աղդոտ բաներ կգրեն ինձի։ Գիտեք ովքեր են ասոնք։ Ասոնք են քարշելի բաներ խոսողներն են, բորոնգության առաջնորդողներ են մեր ժողովուրդը։ Ինչ բորոնգության լքել ճշմարիտ Աստվածը եւ բաշխել չաստվածներ, գրաբաշխություն։ Ադոր համար կփարգանամ սիրելներ, ադոր համար կծավի մեր ժողովրդին համար, որ թշպախտաբար նախ քիչ խոսողներ կան, քիչ կրոնավորներ կան, որ ժողովրդին գարտնցնեն այս բոլոր մասին եւ թշպախտաբար ուրիշ բաներու մեջ թերևսալ թուգալ գագանոնց մեջ, ուրիշ բաներ եւ որ կան, ծեր ջաշացուցակ է, չեմ գիտեր, խնդալիք նկար է, վիդեո է, ուրիշներուն գուղարկեք, բայց ճշմարիտ աստվածբաշխության հասախոսություններ չեք ուղարկեր ծեր հարազատներուն։ Ինչու գսեք որ հոգևորներուն ուղարկեմ, հոգևորներուն մի ուղարկեք, անհավատներուն ուղարկեցեք, որբեսի արտնան, որբեսի լսեն, այս է ճշմարտությունը։ Անոր համար Հիսուս ասավ, քացեք, բոլոր աշխարհը ինձի աշակերտ դարձուցեք։
Ոչ թե կացեք իրարու միայն կարոզեցեք, այլ բոլոր աշխարհը։ Սիրելի եղբայրներ եւ քույրեր, ես չեմ ուզեր ավելի երկարել, շատ կրնամ խոսիլ թե, բայց հիշեցեք, որ ները երբ որ կա, պիտի ստեղծե գրոնական սուտ համագարկը, թրույթը, որ պիտի օգտագործե սուտ գրոնի անունի տակ, որպես ճշմարիտ գրոն եւ պիտի դարածի աշխարհի մեջ եւ մարդիկը պիտի առաջնորդե իրեն պաշտամունքի, ինչպես որ Նաբուկոդոնոսորը, հիշեցեք, Բաբելոնի թագավորը ինչ հրամայեց բոլոր ասկերուն, արձանը գանքնեց սա, որ ով որ իմ արձանից չեր գրբակեր, գրագի մեջ պիտի նետվի, գրագի մեջ պիտի նետվի, հետաքրքրական է։ Քանի օքիներ չբաշտեցին, չեր գրբակեցին, 3 օքի, Սետրակը, Միսակը, Աբեդնագովը։ Ինչ էր Նաբուկոդոնոսոր արքան, Բաբելոնի արքան այդ 3 օքիները, գրագի մեջ նետեց։ Հարցում այրեցան, ով բրգեց զանոնք։ Հիսուս։ Հիսուս բրգեց զանոնք, հետաքրքրական է Հիսուս դեր աշխարհ չեր եկած, բայց Հիսուս հոգիով իջավ գրագին մեջ։ Իջավ գրագի մեջ եւ այդ 3 երդասարտները բրգեց։ Եվ Նաբուկոդոնոսորը նայեցավ գրագի մեջ զարմացած։ Դարձավ ասավ երեներուն, մենք 3 օքի չնետեցինք գրագի մեջ։ Ինչպես 4 օքի են, ով է այդ 4-րդը։ Եվ մեկը ասավ, մարդու որդիի մեգուն կնմանի։ Ով է մարդու որդին։ Հիսուս։ Եվ որ զիրենք դուրս կանչեցին գրագեն, դուրս կանչեցին, դուրս ելեգսին, եւ որ ելան, ոչ միայն իրենց հագուստները չէին այրած, ոչ միայն իրենց մազերը չէին այրած, այլ նույնիսկ գրագի հոդ իրենց վրա չգար։ Սիրելիներ, ով որ Հիսուս Քրիստոսին գվստահի այս կյանքին մեջ, գրագն անգամ բիդի չկարողանա զինք այրել, բայց ով որ գուրանա Հիսուս Քրիստոսը եւ դանցնի ներին կողմը, ապա գրագը հավիդենաբես բիդի լափե ու դաջե զինք գրագե լիջին մեջ։ Եղիա մարգարեին պես բոլորիդ կսեմ, ալ հստակ դուք որոշեցեք որու գուզեք հետևիլ, ճշմարիտ Աստուծո, թե ոչ Բալին, մեղքին, գուրքերուն, այս աշխարհին։ Դուք մտածեցեք։ Ամեն։ Խոնարհինք եւ սիրելներ աղոթենք, որ Աստված արթնություն տա եւ այսօր նաեւ սիրելներ սերմիություն տա մեր ասկին, մանավանդ ապրիլ 24-ը մեր նահատակները բարեխոսը լան մեր բոլորին համար։ Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ով մեր փրկության միջնորդ, ողջ աշխարհի հույսի քրավական, դիեզերքի ջարակայտավետ լույս, սիրո արեքակ, հույսի աբաստան, Աստուծո մեզի անթեպ ցուցաբերած բարերարության սուրբ ու սոսկալի նշան, Աստվածամուխ սուր, մեր հագարագորտը սպանող, մեր ըսկայրաններու թրոշ, մեր հույսի ամուր աբաստան, քո աստվածային զորությունդ, որ հաստատուն կբահե աշխարհի հիմքերը, թող մեր հոգին ու մարմինը եւս հերու բահե, փարգութենե, ցանգութենե, ադելութենե, հոգևոր եւ մարմնավոր բոլոր փորձությունները ու քայտակությունները, բահբանե մեզ քու սոսկալի զորությամբ, հավիդյանս հավիդենից, ամեն։ Yeah.
Իս հայոց սերմի յոթյոն դերվորմյա Հիսուս հարգիչ մեզ ողորմյա սրբոհի գույս Հիշյադեր և ողորմյա Հանուն հոր և որդվո և ոգվույն սրբո ամեն Հայր մերը որ երգիս ես Սորբ եղիցի հանուն քո Եկես արքայություն քո Եղիցին գամ քո որպես երգիս և հեգրի Սաց մեր հանաբազոն դուր մեզ այսօր Թող մեզ զվարդիս մեր որպես երմեք թողունք մերոց բարդաբանած և մի դանիս մեզի փորձություն Զիկոյե արքայություն և զորություն և փառք Հավիդյանս Հավիդենից ամեն օրհնյալք եղերուքի շնորհացն սրբո ոգվույն երթայք խաղաղություն և Տեր Հիսուս Քրիստոս եղիցիան ցեզ ընդ ամենեսյանդ ամեն Հիսուս ցեզի հետ թողը լաս սիրելներ եւ թուգալ հոն եղեք ուր որ միշտ Հիսուս կա օրհնյալ եղեք